Ինչպես է ստացվում, որ աշխատավարձերը հայկական են, բայց բնակարանների գները գրեթե եվրոպական։ Այսօր Հայաստանում շատ երիտասարդ ընտանիքների համար տուն գնելը դարձել է գրեթե անհնար։ Պաշտոնական տվյալներով միջին աշխատավարձը մոտ 280-ից 300.000 դրամ է։ Նույնիսկ եթե հավատանք իշխանությունների ավելի բարձր թվին, մոտ 400.000 դրամին, միևնույն է, իրականությունը դրանից չի փոխվում։ Երևանում նոր բնակարանի 1 քառակուսի մետրի գինը հաճախ հասնում է 2000, նույնիսկ 3000 դոլարի։ Սա նշանակում է շատ պարզ բան. սովորական ընտանիքը պետք է աշխատի տասնյակ տարիներ, որպեսզի կարողանա գնել մի փոքր բնակարան։ Համեմատենք, Եվրոպայի շատ երկրներում մի համեստ բնակարան կարելի է գնել 4-ից 6 տարվա եկամուտով։ Հայաստանում հաճախ պետք է 10-15 տարվա ամբողջ եկամուտը։ Բայց տունը շքեղություն չէ, տունը մարդու հիմնական իրավունքներից է։ Նորմալ երկրում երիտասարդ ընտանիքը պետք է կարողանա աշխատել, ընտանիք կազմել և տուն ունենալ առանց կյանքի կեսը բանկերին պարտք լինելու։ Խնդիրը միայն բարձր գները չեն, խնդիրը համակարգն է։ Պետությունը պետք է մեծացնի կառուցապատումը, զարգացնի մարզային քաղաքները, ստեղծի հասանելի հիպոթեքային ծրագրեր և կանգնեցնի գների արհեստական աճը, որովհետև երբ տունը դառնում է անհասանելի, մարդիկ սկսում են մտածել ոչ թե ընտանիք ստեղծելու, այլ ընդհուպ երկրից հեռանալու մասին։ Մենք ուզում ենք Հայաստան, որտեղ մարդը առաջին տեղում է, որտեղ բարեկեցիկ քաղաքացի նշանակում է բարեկեցիկ պետություն։